Ապրիլ 1-ին գենսաթոշակները պիտի բարձրանան, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան ընկերային ցանց իր էջին դեսանյութ հրաբարագեց, տեղեկացնելով, որ ապրիլ 1-ին Հայաստանի մեջ գենսաթոշակները պիտի բարձրանան։ Ցած գենսաթոշակները պիտի բարձրանան 10,000 դրամով, համեմատաբար բարձր գենսաթոշակները ավելի քիչ։ Այս հաշվարկներում մեջ չկան հետվճար, այսինքն թոշակները փաստացի պիտի բարձրանան իմ նշած ցանտրագեն ավելի շատ։ Ըստ վարչապետը բարձրաբանելով, թե ինչու համար հիմա նման որոշում կայացավ։ Վարչապետը ներկա գտնվեցավ Եվրամիություն Թումո ինժեներական եւ գիրառական գիտություններու համալիրի հիմնարկեքի արարողությամբ։ Նախագիծը գիրականացվի կառավարության Հայաստանի մեջ արհեստագիտական գրթության զարգացման բարեփոխումներու ընդհանուր դրամապանությամբ։ Նպատակն է ներդրումային եւ բիզնես գործակցության նոր հնարավորություններ ստեղծել, համաշխարհային չափանիշներուն համապատասխան գրթություն ապահովել։ Նախագիծի բյուջեն 42.5 միլիոն եվրո է, որմե 12.5 միլիոնը պիտի հատկացվի կառավարության եւ Եվրամիության միջև գնքված տրամաշնորհի ծրագիրով։ Ժնևի մեջ Միացյալ Ազգերու գազམ་ագերբության մարդու իրավունքներու խորհրդի նստաշրջանի շրջանակներու մեջ Հայաստանի արտաքին գործոստնախարար Արարատ Միրզոյան շփումներ ունեցավ այլ երկիրներու գործընկերներու, ինչպես նաև Ղրղըզստանի եւ Լիբանանի արտաքին գործոստնախարարներուն հետ։ Այս մասին հայտնի արտաքին գործոստնախարարության մամլոք արտուղարը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան թիմադեդի իր էջին գրած է, որ առողջության ապահովագրության շրջանակներում մեջ 1 միլիոն այց արձանագրված է։ Ցուցանիշը կփաստե, որ բարեփոխումը անհրաժեշտ էր։ Հաստատակամորեն կշարունակենք հետևողական աշխատանքները, սիրելի քաղաքացիներ եւ բուժաշխատողներ, հաջորդիվ կներկայացնեմ շնորհակալություններու շարքն ու մեր բուժարուներեն, անոնց հարազատներեն եւ բուժաշխատողներեն գրած է նախարար Ավանեսյան։ Հունվար 1-ին Հայաստանի մեջ առողջության համընդհանուր ապահովագրությունը բարդաթիր եղավ, ադով պայմանավորված կդրուկ ավելցած է բժշկական հաստատություններ թիմողներու թիվը։ Գործացիրի մեջ նշած են, որ համագարկի կարևոր խնդիրները մեկը մարդոց նյութապես պաշտպանված ըլլալն է, որպեսզի առողջական խնդիրներ ունենալու ադեն քաղաքացին չխուսափի բժշկի թիմելեն։ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Բաբիկյան Իրանի մեջ հանդիպում ունեցած է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշքյանին հետ։ Նախարար Բաբիկյան Իրանի նախագահին փոխանցած է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ջերմ ողջույնը։ Հանդիպման ընթացքին կողմերը ընդգծած են Հայաստանի եւ Իրանի միջև բարձր մակարդակի հարաբերություններու շարունակական զարգացման, ինչպես նաև դարաշրջանի մեջ խաղաղության եւ գայունության ամրապնդման կարեւորությունն ու անհրաժեշտությունը։ Քննարկված են Հայաստան-Իրան համագործակցության, պաշտպանության ոլորտի ներսփոխգործակցության վերաբերող հարցեր։ Նախարար Բաբիկյան ընդգծած է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի թիվանակիտական ջամփով լուծման անհրաժեշտությունը։ Զրուցակիցները միտքեր փոխանակած են նաև միջազգային եւ դարաշրջանային անվտանգության առնչվող հարցերու վերաբերյալ։ Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած պաշտոնական այցելության շրջանակները ներս պաշտպանության նախարար Սուրեն Բաբիկյան հանդիպած է նաև Իրանի պաշտպանության եւ զինված ուժերու աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեի հետ։ Հանդիպման մասնակցած է նաև Իրանի մեջ Հայաստանի արտագաղթ եւ լիազոր տեսփան Գրիգոր Հակոբյան։ Հանդիպանը տածկին Սուրեն Բաբիկյան եւ Ազիզ Նասիրզադեն միտքեր փոխանակած են դարաշրջանային եւ միջազգային անվտանգության առնչվող շարք հարցերու։ Բարձր գնահատեցինք պաշտպանության բնակավարի ներս Հայաստան-Իրան համագործակցության մակարդակը, հաստատակամություն հայտնեցինք շարունակելու աշխատանքները երկկողմ հարաբերություններու զարգացման, ինչպես նաև քննարկեցինք փոխգործակցության վերաբերող շարք հարցեր։ Հանդիպումեն հետո թիմադեդի մեջ գրած է նախարար Բաբիկյան։ Ըստ ամերիկյան սահմանադրության նախագահը ժամանակ առ ժամանակ պետք է կոնգրեսին ներկայացնի երկրի միասնության իրավիճակի մասին տեղեկություն։ Ըստ մասին ընկերային ցանցի իր էջին գրած է Ամերիկայի մեջ Հայաստանի տեսփան Նարեկ Մգրտչյան, տեղեկացնելով, որ Ամերիկայի կոնգրեսի համատեղ նիստին բադիվ ունեցած է ներկա գտնվելու նախագահ Թրամփի ամենամյա միասնության իրավիճակի մասին ուղերձին։ Նախագահը խոսած է տնտեսության հաջողություններու, արտաքին քաղաքական ձեռքբերումներու եւ ապակայի քաղաքական ծրագիրներու մասին։ Անպետական բարգեւներ հանձնած Ողոմբիական ախոյաններուն եւ զինվորականներուն հայրենիքի մատուցած ծառայություններուն համար։ Ելույթի ընթացքին նախագահը անդրադարձած է նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության եւ Ամերիկայի միջնորդական ջանքերուն ըսված է քրարման մեջ։
Ամերիկայի նախագահի հատուկ տեսփանորդ Ստիվ Ուիտկով հաստատած է, որ 5-շաբթի օր Ժնև պիտի մեկնի, ուր տեղի պիտի ունենան երագոն բանակցություններ Ռուսաստանի, Ամերիկայի եւ Ուկրաինայի պատվիրակություններուն հետ։ Ամերիկայի նախագահի տեսփանորդին խոսքով իրանական հարցեն բացի, որ Վաշինգտոն կփորձել լուծել թիվանակիրական ջամփով, աննախադեсած է Ժնևի մեջ հանդիպել ուկրաինական պատվիրակության ղեկավար Ռուստեմ Ումերովի հետ։ Ումերովի հետ հանդիպման նպատակն է շարունակել քննարկումը եւ ուսումնասիրել խաղաղության համաձայնագիրի հասնելու տարբերակները, ըսած է ան։ Իրանի արտաքին գործնախարարությունը հայտնած է, որ պատրաստ է բոլոր անհրաժեշտ քայլերը առնելու Ամերիկայի Միացյալ Նահանգներուն հետ բանակցություններուն համաձայնության հասնելու համար, հայտարարած է Իրանի արտաքին գործնախարարի տեղակալ Մեջիդ Թախտ Ռավանջին։ Թիվանակետը վստահություն հայտնած է, որ գործարքը կրնագարտ ժամկետի մեջ տեղի ունենալ, եթե ըլլա երկու կողմի քաղաքական կամքը։ Նախագահ Թրամփ փետրվար 20-ին դարաձաշրջանի մեջ ռազմական մեծ կուտակումներու լույսին տակ հայտարարեց, որ կքննարկե Իրանի վրա սահմանափակ ռազմական հարված հասցնելու հարցը, նախազգուշացնելով, որ Թեհրան մի քանի օր ունի իր գորիզային ծրագիրի շուրջ համաձայնության հասնելու համար։ Եվրոպայի հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայեն հրաժարած է Եվրոպական միության Ուկրաինայ անդամակցության վերաբերյալ հստակ ժամկետ նշել։ Կիևի մեջ ռուս-ուկրաինական պատերազմի 4-րդ տարելիցի առիթով տեղի ունեցած մամլոասուլիսի ժամանակ Եվրահանձնաժողովի նախագահը ասաց է. «Մեր կողմեն հստակ ժամկետ նշելը դեռ անհնար է»։ Եվրոպայի հանձնաժողովի նախագահը դեղեկացուցած է, որ Եվրամիությունը պիտի շարունակի օգնություն դրամացրել Ուկրաինայ։ Եվրոպական միությունը անպայման Ուկրաինայ պիտի հատկացնե 90 միլիարդ եվրո վարկ, հայտարարած է Ուրսուլա ֆոն դեր Լայեն եւ ավելցուցած, որ 27 անդամ ունեցող միությունը պիտի աշխատի 2026-27 թվականներու համար Ուկրաինայ նախատեսված 920 միլիոն եվրոյի նոր ծմերնային փաթեթի վրա։ Ուկրաինայ նախագահ Վոլոդիմիր Զելենսկին նույն ասուլիսի ժամանակ հայտարարած էր, որ կփապակի անդամակցության վերաբերյալ հստակ ժամկետ սահմանվի եւ Եվրամիությունը խնդրած էր այլևս չհետաձգել այդ որոշումը, որբեսի ապակա ղեկավարներ եւ ուկրաինացիներ չհայտնվին այնպիսի իրավիճակի մեջ, որ Ռուսաստան տասնամյակներ շարունակ արգելափակե Ուկրաինայ անդամակցությունը։ ՄԱԳ-ի գլխավոր վեհաժողովը Ուկրաինայ մեջ խաղաղության սադարող բանաձևը ընդունեց։ ՄԱԳ-ի բանաձևը գոչ կնի անհապաղ լիակատար եւ անվերաբահորեն դադրեցնել գրագը Ռուսաստանի եւ Ուկրաինայ միջև, գրած է BBC-ն։ Աջակցություն Ուկրաինայ մեջ երկարատև խաղաղության 51 երկիր, ինչպես նաեւ Ամերիկայի Միացյալ Նահանգները ցերմբահ մնացած են։ Առնվազն 30 զոհ բազմաթիվ մարդիկ ստիպված եղած են հեռանալ իրենց տուներեն Բրազիլի հարավ-արևելքը գտնվող Ժուիս դե Ֆորա քաղաքի մեջ հորդարատ անձրևներուն պատճառով։ 39 անձ կհամարվի անհետ կորած։ Իշխանությունները քաղաքի մեջ արտագաղթ թրություն հայտարարած են, դարերքի հետևանքներու վերացման համար ներգրավված են դաշնային եւ pedagogan գերադեսչություններ։ Ցեզի Անի Զեյթունցյանը։